Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 39-րդ օրն է եւ օրվա ընթերցումով պայմանավորված եկեք խոսենք աստվածպաշտության մասին։ Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսին կոչում է աստվածպաշտության խորհուրդ։ Ինչու՞, որովհետև դեպի աստվածպաշտություն տանող ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսով է եւ չկա աստվածպաշտություն, եթե չունենք մեր մեջ Քրիստոսին ճանաչելու այդ շնորհը։ Մենք բոլորս մասնակցում ենք կամ փորձում ենք մասնակցել եկեղեցու 7 խորհուրդներին, եկեղեցական տարբեր արարողություններին, պատարագներին, ժամերգություններին եւ այդ կերպ մենք հաղորդակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսին։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Քեզ գրում եմ այս ամենը, որովհետև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ։ Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծո տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը եւ հաստատությունը ճշմարտության։ Եվ ակնհայտորեն մեծ է աստվածպաշտության խորհուրդը։ Նա հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։ Այո, սիրելիներ, Քրիստոսի եկեղեցին այն վայրն է, որտեղ մենք հավատացյալներս հավաքվում ենք ընդհանրական աղոթքի կանգնելու համար։ Ուստի խոնարհ մաղթանքս է յուրաքանչյուրիս, որպեսզի ամեն կերպ ջանակ բաց չթողնել աստվածպաշտական արարողությունները, մանավանդ երբ մոտ է ավագ շաբաթը, որը քրիստոնյաներիս համար ծիսական առումով թերևս ամենածանրաբեռն եւ բովանդակալից շաբաթն է։ Եկեղեցական արարողություններին մասնակցելով է, որ մենք կհասկանանք եւ ճշմարտապես կգիտակցենք, որ ճշմարիտ աստվածպաշտությունը հենց մեր մայր եկեղեցում է։ Աստված պահապան ամենքիս։